նախետքան պոլիմես է խոսքան։ Նեխա, սովորական նեխա էլի նստի։ Երևի կհամաձայնեք, որ շատերս թանգարանը ասելով պատկերացնում ենք իրեր ցուցանմուշներ, որոնք գտնվում են ապակե փեղկերից այն կողմ եւ որոնց ձեռք տալը խստիվ արգելվում է։ Սակայն Երևանում բացված փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանը կոտրում է այս կարծրատիպը։ Տարբերություն մյուս թանգարանների, որտեղ արգելվում է ցուցանմուշներին ձեռք տալ, մենք խորհուրդ ենք տալիս, նույնիսկ խրախուսում ենք ցուցանմուշների հետ անմիջական շփումը։ Երեխաների համար նախատեսված փոքրիկ Էյնշտեյն ինտերակտիվ գիտության կենտրոն թանգարանը վերջերս է բացվել։ Այն ստեղծվել է մասնագիտության բժիշկ Մարինա Գրիգորյանի եւ նրա ամուսնու կողմից։ Այս յուրօրինակ թանգարանի ստեղծումը ամուսիններն իրենց գործունեության տրամաբանական շարունակությունն են համարում։ Սկսել ենք գիտական շոու ծրագրերից, ուզեցել ենք երեխաներին ինչ-որ բովանդակալից զվարճանք պարգևել, հետո կազմակերպել ենք գիտական ակումբներ, որոնց ընթացքում երեխաների հետ ինտերակտիվ հիմունքով նորից գիտության հիմունքներ ենք սովորեցրել։ Դրանից հետո մենք ստեղծեցինք առաջին հայալեզու գիտական հավաքածուները, որոնց օգնությամբ երեխաները կարողանում են տնային պայմաններում կատարել գիտափորձեր, քիմիական տարբեր հետաքրքիր ֆոկուսներ գունեղ փոփոխությունների հետ կապված։ Ինտերակտիվ գիտության այս կենտրոնը թեև աշխարհում առաջինը չէ, սակայն տարածաշրջանում միակն է։ Այն նախատեսված է 7 տարեկանից բարձր երեխաների համար։ Մենք անց ենք կացնում էքսկուրսիա, որի ընթացքում ծանոթացնում ենք երեխաներին ցուցանմուշների հետ, բացատրում ենք, թե ինչ գիտություն է ընկած հիմքում։ Ուրեմն սա մեր կողպեքն է, փակ վիճակում։ Սա մեր բանալին է, գրպանս դրած։ Գալիս են, բանալին մտնում են, բացում են, կողպեքը մեր բացվեց։ Ընդհանրապես որևիցե բանաձև սովորեցնելու կամ բացատրելու միտում մենք չունենք, մեզ մոտ պարզապես մենք երեխաներին ուզում ենք մատուցել այն գաղափարը, որ գիտությունը շատ հետաքրքիր է, ֆիզիկան շատ հետաքրքիր առարկա է, որպեսզի իրենք սկսեն սիրել այդ գիտությունը, իսկ բանաձևերը արդեն կսովորեն դպրոցում։ Թանգարանի մի քանի սրահներում ներկայացված է մոտ 25 ցուցանմուշ էլեկտրականության, մագնետիզմի, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի եւ այլ բնագավառներից։ Այստեղ երեխաները կարող են անսահմանափակ շփվել ցուցանմուշների հետ, փորձելով գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Ունենք Van de Graaff-ի գեներատոր, որը գեներացնում է ստատիկ դաշտ, որի հետևանքով այն այցելունով, որ օգտվում է այդ ցուցանմուշից, մազերը այսպես ոնց որ իրենք են ասում բիզ-բիզ է կանգնում, հա, դա նույն գիտափորձը մենք կարող ենք անել տնային պայմաններում սովորական փուչիկի օգնությամբ։ Փուչիկը շփում ենք մեր մազերին, նույն ստատիկ դաշտն է առաջանում եւ հեռացնելիս փուչիկը մեր մազերից, նորից մազերը այդպես բարձրանում են դեպի վեր այդ ստատիկ դաշտի պատճառով։ Ցուցանմուշներից որոշները ստեղծվել են Հայաստանում։ Թանգարանում սակայն եղածով բավարարվել չեն պատրաստվում եւ առաջիկայում նախատեսում են ավելացնել ցուցանմուշների քանակը, ել ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Կարելի է ասել երևի թե մեխերով աթոռի մեր մասին, որը որ սկզբում երեխաների մեջ սարսափ է առաջացնում, որ իրենք մտածում են, թե պետք է նստեն եւ վնասեն իրենց, իսկ հետո երբ որ դնում ենք փուչիկները սեղմում ենք, իրենք տեսնում են փուչիկը չի պայթում, էքսկուրսավարը ինքը նստում է աթոռին եւ երեխաները համոզվում են, որ դա անվտանգ է, իրենք էլ են արդեն մեծ հետաքրքրությամբ փորձում նստել, փորձարկել աթոռը, նորից հասկանալով, թե ինչու է այդպես տեղի ունենում, որ եթե մեկ մեխի վրա նստենք, մենք մեզ կվնասենք, իսկ մոտ 1600 հատ մեխի վրա նստելիս ընդհանրապես ոչ մի վնասվածք մենք չենք ստանում։ Թանգարան կարելի է այցելել ինչպես խմբերով, այնպես էլ անհատական։ Այստեղ նույնիսկ հնարավոր է ծննդյան տոներ նշել։ Շուտով թանգարանին կից կգործեն նաև գիտական խմբակներ, որոնց շրջանակում երեխաները կկարողանան առավել երկարաժամկետ եւ խորը ծանոթանալ տարբեր գիտական թեմաների։ Ժաննա Պողոսյան, Անի Գրիգորյան, Սարգիս Բուղադարյան, Civilnet